ուրեմն 99% դեպքերում ծնողի ու զավակի միջև միշտ կոնֆլիկտներ են լինում։ Այդ կոնֆլիկտները լինում են բազմազան, տարբեր բնույթի, բայց պատճառը մեկն է։ Դու իմ երեխեն ես ու պետքա լինես այն, ինչ ես եմ ուզում։ Զավակի խնդիրը ոչ թե մեկն է, այլ մի քանիսը, որից ամենակարևորը ծնողի վերահսկողությունից դուրս գալն է։ Օրինակ, եթե դուք 30 անց եք ու ձեր ներքնազգեստը դեռ ձեր մայրն է գնում, ապա դուք ունեք շատ լուրջ խնդիրներ։ Դուք ոչ միայն անձնական կյանք չեք ունենալու, սա ոչ թե լավ է կամ վատ է, այլ սա փաստ է։ Նայած թե ում ոնց է ձեռք տալիս։ Ծնողներ կան, որ իրանց 30 անց, 40 անց զավակին թաթիկից բռնած տանում են հոգեբանի մոտ։ Այն հույսով, որ պետքա հոգեբանը իր զավակին դարձնի առաջվա բալիկը, ուշադրություն, ոչ թե առանձին մարդ, այլ առաջվա բալիկը, ով հնազանդորեն կատարում էր իր մոր բոլոր կապրիզները։ Շատ հաճախ շոուի համար ծնողը կարա նաև ասի, թե բա դոկտոր ջան, երեխուս մեջ սատանա է մտել, ինձ չի ենթարկվում էլ։ Հարգելի ծնողներ, ովքեր որ նմանատիպ ձևով են մտածում, ձեր զավակի մեջ ոչ թե սատանա է մտել, այլ ձեր զավակի մեջ անձ է ձևավորվում, որը դուք անընդհատ ճնշում եք ու չեք թողում, որ այդ անձը եսը կայանա, որովհետև նա կդառնա արդեն առանձին մարդ ու էլ ձեզ չի ենթարկվի։ Ինչ հիվանդություն ասես կկպցնեն իրանց երեխեքի վրա, մենակ թե չընդունեն ու չհասկանան այն փաստը, որ կա անձի ձևավորման էտապներ։ Առաջինը դա մանկիկի էտապն է, որտեղ երեխան երեխա է, խաղում է, լացում է, ծնողից կախված է, այս կողմ այն կողմ եւ այլն։ Հաջորդ էտապը դեռահասության էտապն է։ Այստեղ արդեն ինքը հասկանում է, որ ինքն էլ կարա ինչ որ բաներ որոշի։ Հենց այստեղ ճնշվում է երեխու այդ մղումը ու ովքեր որ պլստում են, որ երեխեքը որ պլստում են այդ ճնշումից, հետագայում ունենում են լուրջ խնդիրներ անձի զարգացման փուլում։ Ու եթե ուշադիր լինեք Հայաստանում, որ ասենք ընկերուհիներով ուզում են հավաքվեն, զուտ, իրանք իրանցով, ոչ մեկ չի որոշել, ոչ մեկ չի իրանց փոխարեն ինչ որ բան, չկա, չեք գտնի տենց բան։ Դաժե տղերքը իրար հետ չեն կարա պրոստը տակ հավաքվեն, գնան ինչ որտեղ հաց ուտեն կամ կոֆե խմեն։ Մամայից պետքա թույլտվություն խնդրեն, պապայից պետքա թույլտվություն խնդրեն։ Ու ասենք իրանք մի 30-40 տարեկան արդեն հասուն մարդիկ են։ Նեշի են դպրոցական տարիներն է, որ օքեյ լիներ հարցնել։ Ինչով է սա վատ, ինչով է սա խնդրահարույց։ Հարգելի ծնողներ, եթե ուզում եք, որ ձեր երեխեքը ձեր մահվանից հետո դառնան բոմժ, շարունակեք նույն ձև ձեր երեխեքին վնասել։ Իսկ եթե ուզում եք, որ ձեր երեխեքը կարողանան իրանց հարցերը լուծել, կարողանան իրանց այն ամենամինիմալ, ամենաէական, ամենակարևոր թեմաներով կարողանան ինչ-որ բաներ, հարցեր լուծել իրանց կյանքում, ապա մի խանգարեք